Տիկին Ղազարյան այսօր Գյումրու ավականին 18 կողմձայնով համայնքապետ ընտրեց Վարդան Ղուկասյանին, քաղաքացիական պայմանագիրը չմասնակցեց քվեարկությանը, ինչ սպասել այսօրվանից հետո Գյումրիում։ Տեսեք, այսօրվանից հետո իրականում Գյումրիում ընտրվեց համարյա թե ամենաշատ ձայն հավաքողից կեսով չափքից ձայն հավաքած թեկնածուին եւ բոլոր այն երեք ուժերը, որոնք որ նպաստեցին այդ թեկնածուի ընտրվելուն, հետագայում կրելու են ամբողջ քաղաքական եւ պատասխանատվությունը այդ քայլի համար եւ ինչ եղավ միջև այս ընտրությունը, բոլոր այդ երեք քաղաքական ուժերն էլ ամբողջ քարոզարշավի ընթացքում ինչքան էլ որ իրենց քարոզարշավները տարբեր բնույթ են կրում, չէին դադարում անդադ կրկնելու, որ քաղաքացու քվեն ծառայելու է իր նպատակին, որ իրենք պահելու են իրենց քվեները եւ ոչ մեկին չեն տալու եւ արդյունքում մենք նկատեցինք այն, որ խաբեցին գյումրեցուն, կորզեցին քվե եւ ի հեճուկս գյումրեցու կամքին ձևափոխեցին, արքուվաճառքի դուրս եկան եւ իրականում գյումրեցու քվեն վաճառելով իրենց կամքին հակառակ գնալով ընտրեցին այսօր թեկնածու եւ եթե կարծում եմ որ օրինակ մի քաղաքական ուժ որ հայտարարում էր քաղաքական այսպես ելույթներ էր ունենում եւ նպաստեց Վարդան Ղուկասյանի թեկնածու դառնալուն եւ այնուհետեւ որպիսի ինքը անձամբ չքվեարկի նույնիսկ իր որդին անգամ չքվեարկի խոսքը հենց Մարտուն Գրիգորյանի մասին է խոսքը եւ որպիսի պատասխանատվություն ջան այնուամենայնիվ նա պատասխանատվություն կրելու է ամեն դեպքում այն բոլոր գործընթացների հետագա գործընթացների համար եւ ինքը եւ անձնապես եւ քաղաքականապես, բայց ինչ եղավ նա այսպես ասած դավաճանեց իր թիմին, դավաճանեց իրեն քվետվող գյումրեցուն եւ որի արդյունքում ինքը այսօրվանից հետո կարծես կորցնում է իր դեմքը որպես քաղաքական կերպար եւ ոչ միայն ինքը մնացած երկու ուժերը թե Թևանյանը նույնպես երբ քվե է հավաքել որոշակի քանակով իր քվեն կամ սրան է տվել կամ նրան է տվել արդյունքում նա նույնպես սրանից հետո եթե ընտրություն լինի որևէ ասպարեզում եւ մասնակցի այդ ուժը Թևանյանի գլխավորությամբ մենք պետք է հստակ ու մեր քաղաքացիները հստակ հասկանան որ իրենց քվեն ինչ որ միտեղ վաճառքի առարկա է դառնալու ինչ որ միտեղ փոխարինվելու է տրվելու է նրան ում Թևանյանը սատարում է։ Իդեպ Մարտուն Գրիգորյանի թիմից մեկին այսօր հարցազրույց է տվել, ընդ որում կողմ էր քվեարկել Վարդան Ղուկասյանը եւ ասել մենք Վարդան Ղուկասյանի հետ ինչ կապ ունենք։ Այսինքն համ իրենք հասկանում են որ դա ամոթալի է։ Իրենք հասկանում են որ ամոթալի է, իրենք հասկանում են որ մեծ պատասխանատվության տակ են մտել, կոնկրետ այդքան խոստումներ ու այդքան բարձր գոռացող Մարտուն Գրիգորյանը, որ ամեն առիթ բաց չէր թողում կրկնելու, որ երբեք չի տա իր ձայները Վարդան Ղուկասյանին, այսօր իր թիմը տվեց Վարդան Ղուկասյանին քվե եւ սարքեց քաղաքապետ ոնց է սրանից հետո Գյումրի մտնելու։ Այս առումով էլ պետք է շատ լուրջ մտածել, որովհետև Գյումրեցին երբեք այս քայլը Մարտուն Գրիգորյանի չի ներելու։ Վարդան Ղուկասյանը այսօր քաղաքապետ ընտրվելուց հետո իր առաջին հարցազրույցն է տվել, որի ժամանակ ասել է, որ կողմ է միութենական պետությանը Բելարուսի օրինակով։ Ես ուղղակի զարմացած եմ այդ մարդկանց մտածելակերպի վրա եւ տեսակ ինչ խոսույթ է նաեւ ազգային ժողովում պատտվում, որ ոնց կարելի է նման հայտարարություններով հանդես գալ, ի վերջո դու ընդհանրապես համայնքի ղեկավար ես, ոչ թե քաղաքական կուրսի պատասխանատու, որ որոշես դու ուր ես գնում եւ ինչ ես անում, եւ իսկապես չեմ հասկանում այս մտայնությունը եւ այս խոսքերի իմաստը, չնայած Վարդան Ղուկասյանից adekvat խոսույթ սպասելի չէր, իր բոլոր ելույթները կարելի է ուղղակի նայել, մի ժամանակ էր իր նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարում էր խոստումներ էր տալիս, որ մուշ Արդահան Վան հետ է բերելու եւ այս խոստումներով էր առաջ գնում, կարծես այս մարդը մտածելու հետ կոնկրետ խնդիր ունի, ներողություն արտահայտությանից, որովհետեւ ասում է մտքեր, որոնք որ իրականությունից առանձնապես կտրված են եւ նմանատիպ հայտարարությունները փոքր լինելով համայնքի ղեկավար, ես կարծում եմ Հայաստանի Հանրապետության նկատմամբ դավաճանական անկախությանը սպառնող դավաճանական հայտարարություններ են, որովհետև դու այն քաղաքական պաշտոնն ես այսօր զբաղեցնում, որ իրավունք չունես որևէ այլ հայտարարություն ունենաս, որը որ կվնասի Հայաստանի Հանրապետության անկախությանը կամ սակարկելու առիթ կտա։
Եվ նաև Ռուբեն Մխիթարյանն է այսօր հայտարարություն արել, գրել է Գյումրին ունի նոր քաղաքապետ եւ ավագանի։ Սիրելու եւ արարելու քաղաքից փոփոխությունների քամին ուղարկում ենք Երևան։ Հայրաքաղաքը մայրաքաղաքին սիրեգը։ Այսինքն հաշվի առնելով նաև թե ինչպիսի նպատակներ ունեն Երևանում արդեն սկսել են ինչ-որ ակցիաներ, արցախցիներին են նաև ներգրավում այդ իրենց մտածածի մեջ, ինչ սպասել այդ իրավիճակից։ Արցախցիների մասին ես առանձին կանդրադառնամ, բայց ասեմ, որ Ռուբեն Մխիթարյանի նպատակն է, այսպես ասած, իրեն թվում է ինքը այնքան դու ընդհանրապես մեկ անգամ օգտագործման պրոդյուսեր ես եւ բոլորը քեզ Գյումրիում հատուկ մականվամբ են դիմում եւ բնականաբար շատ լուրջ չեն վերաբերվում քեզ եւ նման քաղաքական հայտարարությունները քո համար չեն, որ դու կարող ես նման բարձր հայտարարություններ անել, ինչը իրականում կատարվել, ես չեմ հասկանում այս մարդկանց ոգևորությունը, իրականում ինչ եղավ, ընտրություն եղավ, մարդիկ իրենց ձայնը տվեցին, մենք բոլորս արժանապատվորեն ընդունեցինք ով ինչքան ձայնի եւ ես այստեղ հատուկ պետք է շեշտադրեմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ամենամեծ ձայները հավաքեց, դա գաղտնիք չի ոչ մեկից եւ հազիվ այս կողմից այն կողմից իրար ձայներ կպցնելով այսօր դուք ձեր ուզած քաղաքապետն եք նշանակել, բայց ոնց երևում է դուք էլ իրար մեջ կոնսենսուս չունեք, որովհետեւ տարբեր մարդիկ տարբեր հայտարարություններ են անում, այսինքն թե համայնքապետ դարձրել եք մի անձի, որ լրիվ այլ հայտարարություն է անում, Ռուբեն Մխիթարյանն լրիվ այլ հայտարարություն է անում, Մարտուն Գրիգորյանը լրիվ դավաճանեց փախավ չմտավ պատասխանատվության տակ, բայց նաև ձայն տվեց Վարդան Ղուկասյանին, այսինքն դեռ իրանք իրար մեջ հաս չեն ու խառը ցակուցրիվ հայտարարություն իրաց թվում է թե վсё աշխարհում ամեն ինչ ավարտվեց եւ իրանք այլևս իշխանություն են եւ այլն։ Ժողովուրդ ջան, ընդհանրապես փոքր ձայներով քաղաքապետի տեխնացու եք ընտրել, հələ պետք է հասկանանք դուք նախ իրար հետ ինչպես եք աշխատում։ Մենք հստակ գիտենք, որ մենք մեր ընտրողներին երբեք մենակ չենք թողում, մենք հավատարիմ ենք մնալու եւ գնալու ենք մեր ընտրողների եւ ոչ միայն գյումրեցիների բարօրության տանելու ճանապարհով։ Մենք պետք է նշեմ, որ երբեք էլ մեծամասնություն այսպես չենք եղել Գյումրիում, այսինքն միազնակառավարում չենք ունեցել, բայց այն աշխատանքները, որոնք 2018 թվականից իրականացվել են Գյումրիին, ցիների համար եւ Գյումրիում դրա խոսուն օրինակն է, որ մենք աշխատելու ենք ու աշխատել եւ աշխատում ենք ի բարօրություն գյումրեցու, այնպես որ մենք հստակ ենք մեր նպատակների մեջ եւ ոչինչ մեզ դա չի խանգարի։ Խոսելը կարծում եմ ամեն մարդու քաշի բան չէ եւ ավելի լավ է նման ելույթներ չունենան։ Իսկ ինչ սպասել Երևանում, որտեղ կարծեք թե ոգևորվեցին թևեր առան Գյումրուց հետո եւ տեսեք, ես դա որոշ չափով կարելի է կապել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների այսօրվա իրականացրած բողոքի ակցիաների հետ, բայց սկսենք այնտեղից, որտեղից սկսվեցին այդ բողոքի ակցիաները, սկսվեցին սոցիալական բնույթ ունեցող հարցից, որը հետագայում իհարկե մանիպուլյացիոներ գործոն ազդեցության որոշ քաղաքական ուժերի սկսեց դառնալ որպես քաղաքական ակցիա եւ երբ ուշադիր ենք լինում թե ինչ ուրեր են ունենում մեր հայրենակիցները իրենց վրանում, հասկանում ենք, որ ամեն մարդ իր հերթին փորձում է դրանից ինչ-որ մի քաղաքական ցույց գեներացնել, օրերը բացվել են, սկսեն ակցիաներ իրականացնել եւ հնարավորինս ներքաղաքական կյանքը բոյկոտել, խանգարել քաղաքացիների բնականon կյանքին, բայց առավել շատ դրանից տուժում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, որոնք հետո բացի այս հարցերում, որ նրանց խանգարում են, որպեսզի մարդիկ բնականon իրենց կյանքը, իրենց կեցությունը օրորի լավացնեն, ընկած են քաղաքական ինչ-որ բորբոքումների գործունեության արանքում, բայց տեսեք ինչ են անում, նրանց օգտագործում են, ես վստահաբար կարող եմ ասել, իրականում ոչ մեկ չի մտածում նրանց բարօրության մասին, դուք գիտեք ինչքան աջակցության ծրագրեր են իրականացվում, մենք նույնիսկ դրա մասին չենք ուզում շատ խոսել, որովհետև մեր հայրենակիցների համար այդ աջակցության ծրագրերը իրենց կեցությունը, իրենց սոցիալական վիճակը բարելավելու համար են, որպեսզի հնարավորինս արագ կարողանան սոցիալականապես բարեկեցիկ դառնան եւ կարողանան աշխատել եւ արարել եւ արժանապատիվ ապրել, աշխատելով իրենց հայրենիքում։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։